Նիկոլ Փաշինյանը կարծես ուղղորդում լիներ եւ պատրաստվում են որևէ գործողության։ Ինչ կասեք սրա մասին։ Ինչ գործողության են պատրաստում եւ ովքեր են պատրաստում, ես չգիտեմ, որևէ մեկը մայրաթորի հարցակում չի պատրաստվում իրագործել։ Ինչ է հայտարարում, հայտարարում է, որ հարցակում են։ Մայրաթորի հետ կապված հայտարարություն այսօր առավոտվա նրա հայտարարությունը։ Ես ընդամենը մի նախադասությամբ կամփոփեմ, ես միշտ լսում եմ վարչապետին, ստորագրում եմ ասած յուրաքանչյուր բառի տակ եւ մեկ նախադասություն եւս կասեմ եւ սրանով կամփոփենք։ Մենք ժողովրդի հետ միասին չքաղաքականացնելով այս ամեն ինչը վեհարանը վերադարձնելու ենք վեհին։ Այն մարդիկ, ովքեր հոգեվորականության հետ որևէ առնչություն չունեն, րոպե առաջ հեռանալու են եկեղեցուց, նորից եմ նշում, առանց քաղաքական մոտիվների։ Վեհը առաջիկայում պարզ կլինի ով է, այնպես որ հիմա ոչ որևէ թեկնածու չունենք, մենք այսօր այստեղ ներկա ենք մասնակցելու Տեր Արամի մատուցած պատարագին։ Փաշինյանն ասում է, որ Թեկնածուն լինելու են մարդը, վեհարանը վերադառնալու են մարդուն, ով իրականում հոգևոր արժեքներ է կրում եւ այդքանով Հայաստանի Հանրապետության հավատացյալ ժողովուրդը։ այդ հավատացյալը ո՞նց եք տարբերելու, ով հավատացյալով չի հավատացյալ։ Հավատացեք, տարբերակումը արդեն արված է։ Ինչպես է կարել, այ դա կուզենք իմանալ։ Մենք չենք կարել։ Այսօր նորից եմ կրկնում, վեհարանը րոպե առաջ ազատվելու է սատանայի հետ գործարք կնքած, սքեմի տակ թաքնված քայլող սատանաներից։ Աստո դատաստանից չեք վախենում նման հայտարարություններ անելիս։ Ինչ եք հարցնում, դուք գոհ եք ձեր տված հարցից։ Դե հետաքրքիր է։ Այսինքն սրպապիղծ մարդուն կոչել վեհապար, այդ դուք պիտի վախենաք։ Աստծո դատաստանից պիտի վախենաք դուք, որ սրպապիղծ սքեմի տակ ուղակի թաքնված անձին անվանում եք վեհապար, այդ դուք վախեցեք Աստծո դատաստանից։ Ես վախենում եմ, դուք վախենում եք։ Ես բացարձակապես չեմ վախենում, որովհետև իմ խիղճը մաքուր է, ես հավատացյալ մարդ եմ ու այսօր հենց դրա համար եմ այստեղ։ Ստեղծություն, շնորհակալություն, բարի պատարագ բոլորին։